Ոչ մեկ չի կարող տղային խլել ինձ։ Ասեք, որ երախում ոչ մի բան չի եղել։ Չէ, Աննա Բաղարատովնա ջան, հանգիստ եղեք, պտղին ոչ մի վտանգ չի սպառնում։ Բայց ձեզ լավ վիճակում չբերեցին։ Փառք Աստծո, ամեն ինչ ետևում մնաց։ Բոլոր հետազոտություններն արված են։ Հիմա արդեն հանգիստ ենք։ Ուրեմն լսի։ Ազատում ես քո ներկայությունից թե Հենրիին, թե ինձ ու թե Միքայելին։ Ձենդ! Շնորհակալ եմ։ Երևի մերոնք խառնվել են իրար, չէ՞։ Մի անհանգստացեք, ձեր ամուսնուն արդեն զանգել եմ, գալիս է։ Կներես ինձ։ Տղաս։ Ինչ։ Դոկտոր ջան, տղայի է սպասում։ Արդեն երևում էր։ Ես մի քանի օր առաջ հետազոտվեցի, դեռ չէր երևում։ Հենց նոր նայեցինք, շատ պարզ երևաց։ Տղայի եք սպասում, աշկներդ լույս։ Էստան պատերը մանկությունս են հիշեցնում։ Այս քաղաքը հպարտ, թասիբով, արժանապատություն և հայի տեսակը պահպանող քաղաքը։ Տատիկիս ու պապիկիս հավատքը սահմաններ չուներ։ Տուն չկար, որ երեխաները կնքված չլինեին։ Հայապահպանությունն ամենակարևոր առանցքն է։ Կրոնը, եկեղեցին, մշակույթը ու պատմամշակութային մեր ժառանգությունը պիտի փոխանցվի սերնդեսերունդ։ Ես ձեզ հետ համաձայն եմ, լիովին համաձայն եմ, բայց ես թվում է հոգնած եք ճանապարհից, մի բաժակ սուրճը չէր խանգարի։ Իսկ հետո մի համով բան կպատրաստեմ, մենք հաց կուտենք։ Իսկ թվում է, որ պետքա գնանք խանութ։ Սառնարարը դատարկ է։ Այս տանը լավ բալկոն կա, հրաշք բալկոն։ Սուրճը կվայրենք այդ բալկոնում։ Ոնց ասես։ Ինչ կասես։ Շատ լավ տոն է, շատ սիրուն է։ Բայց մեր բազմաղբյուրի տոնը ավելի լավն է, պապ։ Ես ավելի կապված եմ այդ տան հետ։ Դու շատ բան չես տեսել բալես։ Հանի և նորի միաձուլումը շատ նուրբ ու սիրուն արված ես քաղաքում։ Դուք քայլես կողտրի կանկյուններով, որի մասին գիտի միայն ծնված և մեծացած մարդը։ Ասենք ես։ Իրա քաղաքն է, հələ նաև ոնց է գլուխը գովում։ Դու քո կոֆենդիր, հա։ Խոստանում բալես, դուք սիրես ես քաղաքը։ Մենք քայլենք Ռուստավելի, Վաժապշևալի, Ճավճավաձեի փողոցներով։ Ուզում ասիկ փողոցները լավ գիտի։ Կասկածում ես, Վիկտորիա։ Չէ, ուղղակի շեշտադրում եմ։ Դու վրացական գինու պես թունցեր ես գտնելու Թբիլիսիի փողոցներում։ Անգելինա, դու այսքան ռոմանտիկ պապայդ տեսած կայիր։ Չէ, իհարկե։ Իմանայի, որ Թիֆլիս վերադառնալով սենց ռոմանտիկ ես դառնալու,
Շուտ կգայենք։ Հետո սենց բան են անում, սիրտներս կանգնեց։ Բժիշկը ասեց, որ ամեն ինչ լավ է։ Հա, մի վախեցեք, ամեն ինչ լավ է։ Իսկ այդ ժամին այգում ում էիր կորցրել։ Երկար պատմություն է, հետո կպատմեմ։ Ինչ է նշանակում երկար պատմությունը։ Ասեցին, որ այգում ուշաթափվել ես։ Ինչ գործ ունեիր այդ ժամին այգում։ Պապ ջան, հետո։ Մի վախեցի, կարևորը տղայիդ ոչ մի բան չի եղել։ Ինչ պիտի լինի տաղուս։ Հետս էր։ Ես դեռ չծնված տղայիդ մասին եմ խոսում։ Հանց, բա ասում էիր Մի քանի օր առաջ դեռ չէր երևում, բայց այսօր արդեն երևացել է։ Դու տղա ես ունենալու։ Ստեղ են ասել կան գալ վարկյան չքնաղես դու։ Չգիտեմ ինչ ասեմ։ Շնորհավոր։ Խանդում ես տղես։ Դու իմ ամենասերն ես ու երբեք ոչ մեկ քո տեղը չի գրավի։ Հետով պիտի լինի այդ համարձակ, որ գրավի։ Կապրենք կերևա, պապ ջան։ Ինձ տուն տարեք էլի խնդրում եմ։ Չէ, մնում ես այսօր ստեղ, ես էլ կողքդ, թող սաղ անալիզների պատասխանները գա, հետո նոր հանգիստ կլինանք։ Բժիշկը ասաց, որ ամեն ինչ նորմալ է, սովորական ուշաթափություն է, աղեղիներին բնորոշ է։ Ասում ես ինչ է իրանում այգում։ Միքայել, ինչի ես այդքան հարցեր տալիս, ես քեզ խնդրում եմ, տար ինձ տուն ճանապարհին կպատմեմ։ Ների մերպես մենակ թող։ Փաստորեն խանգարում եմ, հա, նորաթող ծնողներին։ Պարզ է։ Ինչի ասեցիք, որ գնա։ Մերսի։ Ֆրիդա, ես ինչ ես արել դու։ Ինչ անխելքն ես եղել։ Ոնց ես քո երախուն քո միսն ու արյունը թողել ու գնացել։ Ոնց ես թույլ տվել, որ քո երախուն ուրիշը մեծացնի, որ ուրիշին մամա ասի։ Ու այսօր կանգնեն դիմացը դու ասեն, որ անբարոյական ես, որ ինձնից ինչ մայր։ Դուք ուղղակի ճշմարտությունը չգիտեք։ Մամ ջան, շատ հարցերում քեզ լսեցի, բայց այս մի հարցում քեզ չպիտի լսեի։ Դե բնական է, ինքը պահել է, իր լեզուն էլ երկար է այսօր։ Ես քեզ կվերադարձնեմ դեռ։ Դու ինձ մամա կասես, թե իհարկե ինձ ներես։ Ալո, Միքայել, ուր եք։ Ինչ եղաք։ Տղա ջան, գալի չեմ նա զանգելս գուշացել։ Պապ ջան, գալիս ենք տուն։ Աննան էլ հետներս սա։ Այդ նորմալ բանացա բան հասկանանք յա։ Այսօր հարբելու օր է, հետ ջան, գալիս եմ տուն ու ցեխ ենք դառնալու։ Տղա եմ ունենալու։ Շախունցները միշտ եղել են կան ու պետք է շատանան։ Դե Աստված։ Հա, ինչ էր ասում։ Երեխես ոնց։ Ինչ պետք է ասես, քո տղա է։
Տեսաք, որ ամեն ինչ լավ է։ Ես կմնամ տան միակ աղջիկը։ Այ մեգոիստ աղջիկ։ Կարևոր որ առողջ երեխա լինի։ Բարգը շատ Տեր Աստված։ Տանս պատերը նորից կսկսեն շնչել։ Տղից էնը գիտես ինչ ա։ Ինչ խաղաղություն հանգստություն ա բերելու տանս, ես նրա ցավը տանեմ, հələ թող լուսած կորդոտ։ Ուր է կանայ։ Այդքան միշտապի կարող է դեռ պարզվի աղջիկա։ Սուս, մտքով էլ չանցնի տղու սեղած ճեղացին կպնես։ Արա, ես կարող եմ խանդում ես աղբորդ։ Դու իմ միակ մեծն ես տղես, ու քո տեղը իմ սրտում երբեք ոչ մեկ չի գրավի։ Ուրիշ տղա։ Պահ, ես ինչ սեր ա։ Դու հարմարվի, փոքր աղբեր ես ունենալու, դու դառնալու ես մեծ աղբեր։ Մեծ աղբեր, փոքր աղբեր։ Նույնիսկ հիվանդասենյակի համարը չգիտենք։ Լավ, հեսա ինչ-որ մեկից կհարցնենք, արի։ Բարև ձեզ, կներեք Ավակ Ավակյանի հիվանդասենյակն ենք փնտրում, երեք սրտի նոպոյով տեղափոխել են հիվանդանոց։ Ավակ Ավակյանին արդեն դուրս են գրել, ու ասեմ ավելին երկրում էլ չեն։ Լավ, շնորհակալություն տեղեկության համար։ Դուք նրանց հարևաններն եք։ Բարձ է։ Լավ, ամեն դեպքում եթե էլի հարցեր լինեն, կարող եք հանգիստ դիմել։ Շնորհակալություն։ Գնացել են ու մի բերան չեն էլ ասել։ Հա, շատ զարմանալի է, անգամ հաջող չեն արել։ Դե երևի Անգելինային են երկրից փախցրել, էլ այդ լակոտի պատճառով։ Հա լավ, բայց ինչքան կարելի է, չեն հասկանում, որ անիմաստ է։ Եթե այդ մարդիկ պիտի միասին լինեն, ուրեմն միասին կլինեն։ Դե հա։ Դե լավ գնանք։ Սեմ, օգնեք, Սեմ, օգնեք, խնդրում եմ։ Պատգարակ բերեք։ Բաց լաշկեր, դախտես, ինձ նայ։ Բացը լաշկերդ, ինձ նայ։ Անկարող արագ եմ քշում։ Մի քիչ։ Խոսս չկա։ Մոտս եմ, մամ ջան, բժիշկը ինձ տվեց։ Ապրես տղես։ Կարևոր զանգեր ու նամակներ կան։ Անգելինան ձայնային ա ուղարկել։ Աննա Բագրատովնա, զանգեցի չպատասխանեցիք, ուզում էի տեղյակ պահի, որ մենք երկրից գնում ենք։ Մամ հեռախոսը տուր։ Մի հատ քեզ հավաքի, ձենը դրիչացրու։ Մի խոսա հա երեխու վրա։ Մնում էր Անգելինայի գնալու պատճառով տրամադրությունս փչացնեիք։ Աննա Բագրատովնա, զանգեցի չպատասխանեցիք, ուզում էի տեղյակ պահի, որ մենք երկրից գնում ենք։ Լավն է տանջատի հա հանգիստ չենք անելու։ Ինչպիսի ողբերգություն։ Վերջը քեզ լքեց գնաց էլի։ Վերջ տուր, հա։ Աննա Բագրատովնա, զանգեցի չպատասխանեցիք, ուզում էի տեղյակ պահի, որ մենք երկրից գնում ենք։ Վայ Հենրի ջան, սպասի սեկրետ գցեմ, որ հանկարծ ինքնասպանություն չգործես, մենք նիզաշտո տեղը գնանք նստենք։
ինքը էլ հանգիստ թող հայ երեխուն։ Իբր ինչ ենք անում, որ կարող է ընտանիքով հավաքվենք գնանք Անգելինայի հետևից, հետ բերենք։ Շատ դրամատիկ կլինի։ Աննա Բագրատովնա զանգեցի չպատասխանեցիք։ Ուզում էի տեղյակ պահի, որ մենք երկրից գնում ենք։ Չէ, ես հաստատ որոշել ենք դասպանություն գործել։ Դուք միացնան։ Մերի, ինչի համար են պարկացրել, մի հատ էլ սիստեմա են միացրել։ Սեմ դու հիմա լուրջ ես խոսում։ Նյարդայնանում եմ, խնդրում եմ գնասա թող գան անջատեն տուն գնանք։ Սեմ վերջ տուր։ Դու վատացել էիր ու մեր բախտ ուղակի բերեց, որ մենք հիվանդանոցում էինք ու քեզ արագ օգնություն ցույց տվեցին։ Օգնությունը ստացա, լավ եմ, շնորհակալ եմ, խնդրում եմ, արդեն տուն գնալու ժամանակն է, Մերի։ Ամեն անգամ նույնն ես անում, ամեն անգամ մենք գնում ենք տուն ու դու մինչև վերջ բուժումը չես տանում, դրա համար էլ պարբերաբար վատանում ես։ Լիարժեք բուժման համար վիրահատություն է պետք։ Ուրեմն կգնանք վիրահատության։ Դե ոչ հիմա։ Շտապ պետք է լուծել այդ վիրահատության գումարի հարցը։ Ոնց ես։ Այնքան լավ եմ, որ արդեն ուզում եմ տուն գնալ։ Չեղավ։ Տուն գնալ ես բայն մոռացիր։ Բայց ես ինձ լավ եմ զգում։ Միգուցե ես բայն դու քեզ լավ ես զգում, բայց տուն գնալ չես կարող։ Ոյ ապրեք։ Լսեցի՞ր Սեմ։ Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց ամեն ինչ շատ լուրջ է։ Ես քիչ առաջ քեզ բուժողի հետ էի խոսում ու ասաց, որ վիրահատություն այլևս անխուսափելի ու անհետաձգելի։ Լսեցի՞ր։ Մենք տուն չենք գնա այնքան ժամանակ, մինչև դու չվիրահատվես ու լիովին չապաքինվես Սեմ։ Մերի։ Ինչ։ Ու վիրահատության գումարի մասին դու ընդհանրապես մի մտածի։ Ես կգտնեմ այդ գումարը։ Ամեն վարքյան հեռվանում եմ քեզանից։ Հեռվանում եմ ֆիզիկապես, որովհետև հոգեպես ես շարունակում եմ քո հետ լինել։ Հեռավորության հետ ցավս էլ ուր գնանում։ Ու հիմա համոզված եմ, որ ես երբեք չեմ կարողանա քեզ բաց թողնել։ Ազատել սիրտս քո գերությունից։ Ես դատապարտված եմ սիրել ու տառապել իմ դժբախտ սիրուց։ Համբերի Վիկտորիա, համբերի։ Մեր համբերությունը, հեռավորությունն ու ժամանակը կազատեն մեր աղջկան այդ ողբերգական սիրուց։ Սա միակ ուղին էր ընտանիքս փրկելու։ Անգելինա, քեզ լավ չես զգում։ Չէ, լավ եմ զգում։ Ուղղակի ուզում էի գնայի մի քիչ մաքրոց շնչեի։ Այսօր հոգնած ենք բալես։ Մի քիչ հանգստանանք, իսկ վաղը Թբիլիսին կբացի քո առջևի դռները։ Չէ, բապ, հիմա եմ ուզում գնամ զբոսնեմ։ Երեխան ուզում ես զբոսնել։ Թող զբոսնի, խնդիր չկա բալես։ Խնդիր չկա, արդեն մաքրոց շնչել էինք քուրի ափին, մտածեցի, լավ, նշանակություն չունի ինչ մտածեցի։ Մենք քեզ կընկերակցենք։ Պետք չի։ Բայց դու առանձնապես չգիտես քաղաքը։ Շատ հեռու չեմ գնա, մի քիչ կպտտվեմ կգամ։ Ավակ թող գնա, երեխան ուզում ես զբոսնել, թող գնա։ Բալես ուղղակի շատ հեռու չգնաս, որ չանհանգստանաք։
Կա մի քիչ իր խաթրով գնանք։ Կհանգստանա, կմիամտվի։ Ույս ունենանք, որ այդ աննորմալին կմոռանա։ Ճիշտ ես։ Պետք չի շատ ճնշել։ Ինչ կխմես, թե կխմես։ Ա։ Ոնց վախացրիր։ Իմ լավ աղջիկ։ Ոնց ես աղջիկ ջան։ Լավ ես։ Լավ եմ, պապ ջան, կներեք, որ բոլորի տեսքան անհանգստացրի։ Ինչ ենք ունենալու։ Իմիջելուց երեխու պահով, տղա ենք ունենալու։ Պատիրոջը, տղա ենք։ Աչքներս լույս։ Շնորհավորում եմ իմ հրաշք։ Հեսա մի հատ էլ այ նմանա ծնվելու, ոնց ես ստանելու, պապ։ Դուք շատացեք, ես մի ձև կդիմանամ, աղբեր։ Մամ, բայց կարող հոգնածես բարձրանալ պարկես։ Դու չայ, աղջիկջան ինչ բարձանա։ Սպասի դու տենանք, բան կա պատմելու։ Պատմի տենանք ինչ ա եղել, ոնց ա եղել։ Հենդոն ճիշտ է ասում։ Պատմի տեսնեմ ինչ է եղել։ Ուր է իր։ Գիտես ոնց են անհանգստացել։ Մի հատ իսկական ես պատմում, ինձ էլ չպատմեցիր։ Կարող եմ համբերություններ չափում Աննա։ Կլինի այսօր բարձրանամ հանգստանամ, հետո վաղը կխոսենք։ Դե արի ես քեզ կուղեկցեմ, մամ ջան։ Հենրին ուր գնաց։ Իսկական ես ուր թռապեց սրիկան։ Ոնց էլ թռա չտեսանք։ Երեխան երևի դրսում է, հիմա կկանչեմ։ Չէ, իզուր դուրս մի եկեք, դժվար ընդեղ լինի։ Աչքից դու գիտես ուր այքը։ Դե հա, գնացել է բազմախբյուրի ասֆալտը մաշացնի։ Հալալակ ես, Միքայել։ Դու դրա մասին տենց հանգիստ ասում ես, հա։ Հա, որովհետև էլ բազմախբյուրում մարդ չկա իրան սպասող։ Իր սերը իր ընտանիքը վերցրել է եւ հեռացել է երկրից։ Չէ, Աննա Բագրատովնա։ Քանի անգամ ասում, որ հասկանաս։ Երեխու զգացմունքների հետ չի կարելի խաղալ։ Ումա պետք քո սերը։ Մոտե պետք է իմ հետ սենց վարվես։ Երբ քեֆը տա, թե քեզ ու գնաս։ Չեմ թողի ինձ խափես, այնի շանխունցին ոչ մեկ չի խափել, ոչ մեկ։ Տեր Աստված ուշտուր ինձ, ուշտուր դիմանալու ես ցավին, պայքարելու իմ զգացմունքների դեմ ու այդ պայքարում հաղթելու, չնայած ես արդեն պարտված եմ, այս սերն իմ հետ ամ, մինչև վերջին շունչս, ես սիրեցի առաջին ու վերջին անգամ։ Ինչ անում, մաման։ Ես ուզում եմ գնամ մի հատ կանաչ թեյ բերեմ իրան։ Մի քիչ ուժ բեր, թե խոսալու բան ունեմ մամայի հետ։ Հասկացա։ Լրիվ ինձ ես քաշել։ Ինչ։ Հեչ, պատմի։ Գալի ես քեզ խնդրում եմ հոգնած եմ, թող մի քիչ հանգստանամ։ Ես երկհարգում եմ քո կարգավիճակը, հատկապես մեր երեխային դեռ չծնված։ Բայց լավ գիտես, որ ես գաղտնիքներ չեմ սիրում։ Սիրում եմ, որ ամեն ինչ պարզ եւ զուլալա լինում ջրի պես։ Կպատմեմ, բայց ոչ այսօր։ Չէ, այսօր։ Ու հենց հիմա։ Ես չեմ շտապում։ Հանգիստ պատմի։
Ավելի լավ է Հենրիին զանգես։ Զանգի տես երեխեն ուրա գնացել, աղավոր վիճակում էր։ Արի մի հատ նախքոնը պարզանք, որովհետև Հենրիի գտնվելու վայրը ես գիտեմ։ Իսկ դու որ չես խոսում, դա ինձ սկսում է նյարդայնացնել։ Ինչքան է սիրում մարդուն ճնշել։ Գնացել էի Ֆրիդայի հետ հանդիպելու։ Վատ ես դու աղջիկ ջան։ Ես պետքա տեսնեի իրան ու ասեի, որ երեխուցս հեռու մնա։ Բայց նա ով է, որ նրա հետ հանդիպել ես։ Ով։ Էն էլ առանց ինձ ասելու։ Դու հասկանում ես, որ ես անverջ Հենրիին կորցնելու վախի մեջ եմ ապրում։ Բայց քիչ էր մնում մեր չծնված երեխուն կորցնեիր։ Ոնց է ավարտվել ձեր հանդիպումը։ Ինչ արել դա քեզ։ Ոչ մի բան։ Աննա։ Այ։ Այդ ապրես աղջիկ ջանես ինչ լավ է։ Ապրես բալես։ Լավ հանգստանում եմ ես գիտես, չէ։ Ծանր աշխատանքային օր եմ ունեցել։ Այ հենդո շախունցի հարստություն այս ձեռքերն են։ Վերջացրու լավ, պապի։ Այ լուրջ եմ ասում, ցավը տանեմ։ Երևի ինձ լավ չհասկացավ, էլի։ Միքայել, սպասի։ Ավելի լավ կհասկացնեմ։ Ես քեզ խնդրում եմ մի գնա։ Դու թռավ իրա տղի պես։ Մամ։ Աղջիկ ջան, եթե բան ա, ասա իմանանք։ Չէ, ոչ մի բան։ Տարօրինակ է շատ։ Մայրիկը տարօրինակ էր։ Եվ չեմ ասում հայրիկըդ։ Գիտեմ, որ հիմա վիրահատությունը շատ կարևոր է, բայց Սեմը ընդդիմանում է։ Դե իսկ պատճառն էլ գումարն է։ Դե բացի գումարը։ Նա հիմա ավելի շատ պետք է հոգեբանորեն պատրաստ լինի վիրահատության։ Դե հա, համաձայն եմ։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որ գտնեմ այդ գումարը։ Ուղղակի դա մի քիչ ժամանակ կատարա։ Դե տունը պիտի գրավ դնենք։ Իսկ այդ թղթաբանությունն էլ երկար ժամանակ է պահանջում։ Պարզ է։ Դե ասեմ, որ մինչ դա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Շատ լավ։ Ես էլ ամեն ինչ կանեմ, որ արագ կարգավորեմ բոլոր հարցերը։ Երկու դառը գտել են իրար էլ։ Բարի օր։ Բարև։ Այդ բարևս չլսվեց, թե Իմ հետ ես։ Տղա ջան, դու էլի խնդիրներ ես ման գալի հիվանդանոցում։ մեծ սիրով։ Բայց այսօր քո վրա ժամանակ չունեմ ծախսելու։ Ոնց հասկանամ հավաքո բարի պալատում չլինելը։ Պարզ։ Ու ինչ է քո համար դժվար է շատ տրամաբանական։ Դուրս են գրել։ Միայն թե քեզ հետաքրքրում է Անգելինան, այլ ոչ թե ձյաձավակը։ Դա ու ասեմ, որ երկրում չեն։ Գնացել են հանգստանալու։ Դա էլ ասում եմ, որ թանկագին ժամանակը չվատնես, զոր գնաս իրենց տուն։ Ուր են գնացել։ Էլի Վրաստան։ Չգիտեմ։ Կարող է դու իմանաս։ Դարձել ես իրանց տան պատվավոր անդամը։ Հենց վիրահատության գումարը պատրաստ լինի ինձ կասեք։ Հա, աղբորդ վիրահատության փողերը չեղավ։ Ասենք թե չեղավ, բայց դա քո խնդիրը չի։ Սաղ են գժվել արա։ Բայց ոնց ես դու ինձ նյարդայնացնում։ Ինչ էիր գնում դրա հետ հանդիպման։ Ինչի ոչ մեկդ ինձ չեք հասկանում։ Հասկանում եք, շատ լավ հասկանում եք։ Ասեն գնացիր, ինչ տվեց դա քեզ։
Մենակ քեզ վնասեցիր։ Բա որ հանկարծ նենց ընկներ, որ նույնիսկ սարսափում եմ, որ մտածում եմ։ Ես չպետք է Միքայելին պատմեի։ Բայց չկարողացա, հիմա էլ նստած վախենում եմ, թե ինչ կլինի, եթե դրան հանդիպի։ Մի կողմից լավ կլինի, որ դրան մի լավ պատժի։ Բայց մյուս կողմից մտածում եմ, որ հեչ չարժի դրա պատճառով պատմության մեջ ընկնի Միքայելը։ Բայց կընկնի։ Մենակ տեսնեիր ինչ վիճակով տնից դուրս եկավ։ Ինձ որ լսես հենդոին կասես։ Միքայելին տեսավ տնից դուրս գալուց հարցրեց, բայց ես չասեցի։ Շատ իսուր, ինչ ես լռել։ Ասեիր։ Պապ։ Ասա բալես։ Ես Միքայելի համար անհանգիստ եմ շատ։ Բայց ես քեզ հարցրեցի, դու ոչ մի բան չասեցիր։ Չէի ուզում քեզ այս պատմությանը խառնել, բայց ոնց որ թե ստիպված եմ։ Ես Ֆրիդային եմ հանդիպել։ Ինքը ինձ աստիճաններից հրեց, ես ընկա ու մի խոսքով Միքայելի իմացավ, հիմա գնաց իր մոտ։ Միքայելը սպիտակ ձին հեծած գնաց Ֆրիդայի մոտ։ Դե հա։ Ու դրա մասին դու հիմա ես ասում։ Ես հասկանում եմ, որ դու չէի ուզում ինձ խառնել այդ գործին։ Բայց դու չես պատկերացնում, թե ինչ անդառնալի հետևանք կարող է ունենալ այդ երկուսի հանդիպումը։ Ես զարմանում եմ իմ խելքի վրա, որ թողեցի քեզ մի օր, նույնիսկ մի ժամ մնաս ես երկրում։ Այտենց է էլի։ Միշտ էլ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում։ Չէ, բայց ես իմ սխալն արագ կուղեմ, ու դու ես չես Մարսի։ Չես Մարսի այն ինչ արել ես Աննայիս ու երեխուս հետ։ Ինչքան է զանգել այս տղան։ Ալո։ Ահո։ Լուիս քեզ լսողին։ Ինչի ես այսքան զանգել։ Զանգել եմ։ Մի երկու լավ խոսք ասեմ ու տեղդ իմանամ։ Մեր վերջին զրույցից հետո ինձ թվում է կարիքը չկա առհասարակ իրարից տեղեկացված լինելու։ Ո՞վ է այդ ամեն ինչը ինձ հիշացնում։ Մեկը ով ցավացնելու, փախնելու մեծ վարպետ է, ով որ մի պահին խոստում է տալիս, մյուս պահին դրժում, հա։ Հենրի լավ էլի նորից մի սկսի, ինչ կլինի։ Չէ, թող հիշացնեմ։ Մարդ ես, կարող է մի բան մոռացել ես։ Վերջին խոստումը տուրեն ու ծառի տակ էր։ Մի հատ էլ վիրավորվեցիր, որ քեզ չհավատացի։ Մատանին էլ հանեցիր որպես սիրո ապացույց։ Հենրի վերջ տուր։ Եթե մատանին դեռ քո մոտ է, ազատվի դրանից, որովհետև այդ մատանին արդեն դարել է քո դավաճանության խորհրդանիշը։ Լսում ես, կշպրտես։ Դու ուղղակի ինձ չես հասկանում, Հենրի։ Ես չէի կարող իմ ծնողի կյանքը չկարևորեի։ Չէի կարող վազեի իմ սիրո հետևից, երբ որ ծնողիս կյանքը մազից էր կախված։ Տեղդ ասա։ Չէ։ Քեզ ասում եմ տեղդ ասա, մեկա որտեղ էլ լինես գտնելու եմ, Անգելինա։ Մի մանարի ինձ։
Չլինի դու էլ ծնողներիդ պես հավատում ես, որ փախչելով կազատվես ինձանից։ Ալո։